նա արթնացավ գիշերվա կեսին մի զանգից, որը երբեք չէր սպասում ստանալ։ Լարի մյուս ծայրին ծանոթ ձայնը շշնջում էր հրատապ ու անձնական մի խնդրանք։ Նույնիսկ բաբախող սրտով նա տալիս է հասցեն ու դողալով սպասում։ Երբ դռան զանգը հնչում է, ամեն ինչ փոխվում է, այն, ինչ սկսվում է այդ պահին, այլևս հետդարձի ճանապարհ չունի։ Եթե սիրում եք այսպիսի կրքոտ սիրային պատմություններ, ապա բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանություններում գրեք, թե որտեղից եք մեզ դիտում։ Ես շատ եմ ուզում իմանալ։ Գիշերվա ժամը 2-ին բջջայինը թրթռաց պահարանի վրա։ Անահիտը վեր թռավ տեղից, սիրտը թակում էր, այն հրատապության զգացումով, որը բերում են միայն ուշ ժամի զանգերը։ Կիսաքուն, կուրորեն փնտրեց հեռախոսը, պատկերացնելով հազար ու մի հնարավոր ողբերգություն։ Երբ էկրանը լուսավորեց նրա դեմքը սենյակի խավարում, նա սառեց։ Այն անունը, որը թարթում էր էկրանին, վերջինն էր, որ սպասում էր տեսնել այդ ժամին, Լոն Սարգսյան։ Նրա ղեկավարը։ Սարգսյան Investments-ի գործադիր տնօրենը, Երանի ամենակարևոր ընկերություններից մեկի։ Նա պատասխանեց կոկորդում խցանված ձայնով, փորձելով պրոֆեսիոնալ հնչել, թե բոբիկ էր ու գիշերանոցով իր 50 քառակուսի մետրանոց բնակարանում, Մալաթիա Սեբաստիայում։ Ձայնը, որ լսեց մյուս կողմից, ամենին էլ պրոֆեսիոնալ չէր։ Այն խրպոտ էր, լի մի բանով, որը նա չէր կարողանում լիովին վերծանել, բայց որը ստիպում էր ստամոքսը կծկվել։ Լոնը երբեք այդպես չէր խոսում գրասենյակում։ Այնտեղ նա պրագմատիկ էր, ուղիղ, այն տղամարդկանցից, որոնք բառեր չէին վատնում։ Բայց հիմա նրա անունն արտասանելու ձի մեջ մի խոցելիություն կար, կարծես իրեն զսպում էր, թույլատրելից ավելին չասելու համար։ Նա անցավ ուղիղ գործին, առանց շրջանցելու, առանց ներողություն խնդրելու ուշ ժամի համար։ Խնդրեց իր հասցեն։ Անահիտը մի պահ զգաց, թե ինչպես է օդը պակասում։ Լռվեց, փորձելով ընկալել իրավիճակի անհեթեթությունը։ Նա կրկնեց խնդրանքը, այս անգամ ավելի ցածր, գրեթե հրատապ շշուկով։ Ասաց, որ պետք է տեսնի իրեն։ Ոչ թե վաղը։ Հիմա։ Անահիտը մի պահ մտածեց մերժել, ինչ-որ պատրվակ հորինել, բայց ճշմարտությունն այն էր, որ ինքն էլ էր ուզում։ Արդեն ամիսներ շարունակ միջանցքում նրանց հայացքները դադարել էին զուտ պրոֆեսիալ լինելուց։ Լարվածություն կար, երբ նա չափազանց մոտենում էր փաստաթուղթ ստորագրելու համար, երբ թղթապանակ փոխանակելիս մատները պատահաբար դիպչում էին իրար, երբ նա ուշ ժամի խորհրդակցությունների էր կանչում, նրանք մենակ էին մնում տնօրենի աշխատասենյակում, իսկ ներքում, ապակուց այն կողմ, փայլում էր լուսավորված քաղաքը։ Նա տվեց հասցեն։ Անջատեց հեռախոսը։ Եվ կանգնեց սենյակի մեջտեղում, սիրտը այնքան բարձր էր բաբախում, որ թվում էր, հարանները կարող են լսել։ Նայեց շուրջը։ Բնակարանը փոքր էր, հասարակ, բայց մաքուր ու կոկիկ։ Ոչ մի կապ չուներ կենտրոնում գտնվող նրա բնակարանի հետ, որտեղ նա մի քանի անգամ եղել էր հրատապ փաստաթղթեր թողնելու համար։ Բայց սա իրենն էր։ Ձեռք էր բերել սեփական քրտինքով, տարիների քրտնաջան աշխատանքով, հավատալով, որ կարող է հեռու գնալ, նույնիսկ եթե ծնվել էր մի ընտանիքում, որը Չարբախում հազիվ էր կարողանում ամսվա վերջին ծախսերը հոգալ։ Անահիտը մեծացել էր, տեսնելով մորը, որն աշխատում էր 3 տեղ, հորը, որն անհետացել էր, երբ ինքը 7 տարեկան էր, եղբայրներին, որոնք օգնության կարիք ունեին ուսումն ավարտելու համար։ Նա ընտանիքից առաջինն էր, որ ընդունվեց համալսարան, վճարելով կրթաթոշակով ցերեկներն աշխատելով։ Առաջինն էր, որ աշխատանքի անցավ միջազգային ընկերությունում։ Եվ առաջինն էր, որ հասավ վստահության արժանի պաշտոնի, երկրի ամենաազդեցիկ գործադիր տնօրեններից մեկի կողքին։ Լոն Սարգսյանը միայն նրա ղեկավարը չէր։ Նա ֆինանսական շուկայում լեգենդ էր։ 38 տարեկանում նա ընտանեկան բիզնեսը վերածել էր ներդրումային կայսրության։ Հայտնի էր իր գործարար հանճարով, դժվար որոշումներում սառնասրտությամբ, իհարկե արտաքինով, որը ստիպում էր ցանկացած կնոջ շրջվել։ Բարձրահասակ, մուգ, թափանցող աչքերով, այն տղամարդկանցից, որոնք կարծես միայն իրենց ներկայությամբ վերահսկում էին շուրջ բոլորը։ Անահիտը երբեք չէր պատկերացնում, որ նա իրեն այդպես կնայի։ Ի վերջո, ինքը ընդամենը գործադիր օգնական էր։ Գործունյա, այո։ Նվիրված, անկասկած։ Բայց, այնուամենայնիվ, օգնական։ Նրանց միջ կար սոցիալական մի տարածություն, որն անհաղթահարելի էր թվում։ Նա մասնակցում էր բարեգործական ընթրիքների, ճամփորդում էր մասնավոր ինքնաթիռներով, նրա անունը հայտնվում էր հայտնի մարդկանց մասին սյունակներում։
Իսկ ինքը լեփ-լեցուն մետրո էր նստում, աշխատավայրում տանից բերած ուտելիք էր ուտում, ամսվա ծախսերը վիրահատական ճշգրտությամբ բաժանում, որպեսզի պարտքերի տակ չընկնի։ Բայց այնտեղ, այդ ուշ գիշերին, դրանցից ոչ մեկը նշանակություն չուներ։ Նա գալիս էր իր բնակարան, իրեն տեսնելու։ Եվ Անահիտը չգիտեր, ավելի շատ վախեցած էր, թե անհամբեր։ Նա վազեց լոգարան, նայեց հայելու մեջ։ Շագանակագույն մազերը խառնված էին, դեմքին դեռ բարձի հետքեր կային։ Ատամները լված, դեմքին ջուր ցողեց, փորձեց կարգի բերել անհնազանդ մազերը։ Գիշերանոցը փոխարինեց հասարակ շապիկով սպորտային տաբատով։ Ավելիի համար ժամանակ չկար։ Եվ ինչ-որ առումով դա ավելի ազնիվ էր թվում։ Ինքը հենց այսպիսին էր։ Առանց շպարի, առանց պատրաստվելու, առանց դիմակների։ 15 րոպե անց դռան զանգը հնչեց։ Անահիտը բացեց դուռը, ահա նա։ Լոն Սարգսյանը, ջինսե տաբատով կիսաբաց կոճկած վերնաշապիկով, մազերը մի փոքր խառնված, աչքերը հառած իրեն, կարծես աշխարհում ուրիշ ոչինչ չկար։ Նրանք մի պահ կանգնեցին, որը հավերժություն թվաց։ Հետո նա ներս մտավ, իր հետից փակեց դուռը, իրեն մոտ քաշեց։ Զրույց չեղավ։ Բացատրություններ չեղան։ Միայն մի հրատապ, կրքոտ համբույր, լի ամիսների զսպվածությամբ։ Անահիտը զգաց, թե ինչպես են ծնկները դողում, նրա ամուր ձեռքերը իրանին, այն օծանելիքի բույրը, որը նա ճանաչում էր գրասենյակում ամեն առավոտ, բայց որն այժմ խառնվել էր ավելի անձնական, ավելի իրական մի բանի հետ։ Երբ վերջապես բաժանվեցին, երկուսն էլ շնչակտուր էին։ Լոնը ճակատը հպեց նրան, աչքերը փակ, կարծես փորձում էր ընկալել, թե ինչ էր տեղի ունեցել։ Անահիտ, սիրելիս, ես այլս չեմ կարող ծածնել, թե անընդհատ քո մասին չեմ մտածում, ասաց նա ցածր ձայնով, գրեթե գաղտնիքի պես։ Նա չպատասխանեց։ Պարզապես նորից իրեն քաշեց, այնտեղ Մալաթիա Սեբաստիայի փոքրիկ բնակարանում, հեռու կորպորատիվ աշխարհի հայացքներից, հեռու հիերարխիաներից ու կանոններից, նրանք թույլ տվեցին իրենց լինել ընդամենը երկու մարդ, որոնք ցանկանում էին միմյանց։ Հաջորդ ժամերը շշուկով զրույցների, խոստովանությունների խառնուրդ էին, որոնք ոչ մեկը ցերեկվա լույսի տակ անելու քաջություն չուներ, մի մտերմություն, որ Անահիտը երբեք չէր զգացել։ Լոնն այնտեղ այլ էր։ Ավելի մեղմ, ավելի խոցելի։ Պատմեց ընտանեկան ժառանգությունը կրելու ճնշման, անհնարին սպասումների, միշտ գագաթին լինելու մենության մասին։ Անահիտն իր հերթին խոսեց վախերի, բավականաչափ լավը չլինելու մշտական զգացման, ամեն օր իր արժեքն ապացուցելու անհրաժեշտության մասին։ Երբ արը սկսեց լուսավորել հորիզոնը, Լոնը պետք է գնար։ Վաղ առավոտյան հանդիպում ուներ։ Լուր հագնվեց, դուրս գալուց առաջ նրա դեմքը բռնեց ձեռքերի մեջ, նորից համբուրեց, այս անգամ ավելի հանգիստ, կարծես այդ պահը դաչում էր հիշողության մեջ։ Սա ամեն ինչ փոխում է, Անահիտ։ Դու դա գիտես, չէ՞ մրմնջաց նա։ Նա գիտեր։ Եվ նա գիտեր, որ դա վտանգավոր էր, բարդ, հավանաբար, շատ վատ գաղափար։ Բայց երբ դուռը փակվեց, նա մենակ մնաց բնակարանում, որտեղ դեռ նրա բույրն էր, Անահիտը ժպտաց։ Երկար ժամանակ անց առաջին անգամ զգաց, որ իսկապես ապրում է։ Հաջորդ երկուշաբթի օրը գրասենյակում ամեն ինչ նույնն էր թվում։ Անահիտը, ինչպես միշտ, շուտ եկավ, կարգավորեց Լոնի օրակարգը, պատրաստեց թղթապանակները հանդիպումների համար, պատասխանեց զանգերին։ Բայց մի տարբերություն կար։ Ամեն անգամ, երբ նրանց հայացքները խաչվում էին, մի էլեկտրական հոսանք էր անցնում սենյակով։ Երբ նա մոտենում էր, օդը կարծես խտանում էր։ Եվ երբ նա կանչեց Անահիտին մասնավոր հանդիպման, իրենց հետից փակելով ապակե սենյակի դուռը, Անահիտը վստահ էր, որ միայն ինքը չէր դա զգում։ Լոնը, ինչպես միշտ, ուղիղ անցավ գործին։ Ասաց, որ չի կարողանում դադարել մտածել իր մասին, որ այդ գիշերն ամեն ինչ փոխել է, բայց որ նրանք պետք է զգույշ լինեն։ Ընկերությունը խիստ կանոններ ուներ աշխատակիցների, հատկապես ղեկավարների ենթակաների միջ հարաբերությունների վերաբերյալ։ Նա չէր ուզում, որ Անահիտի կարիերան տուժի։ Չէր ուզում, որ նա բամբասանքների կամ դատապարտումների թիրախ դառնա։ Անահիտը լուռ լսում էր, սիրտը սեղմված։ Նա գիտեր, որ Լոնը ճիշտ է։ Գիտեր, որ դա ռիսկային է։ Բայց երբ Լոնը մոտեցավ, երբ սեղանի տակից բռնեց նրա ձեռքը, հեռու բոլոր նրանց աչքերից, ովքեր կարող էին անցնել միջանցքով, նա հասկացավ, որ չի կարողանա պարզապես ծածնել, թե ոչինչ տեղի չի ունեցել։ Նրանք որոշեցին ամեն ինչ գաղտնի պահել։ Առայժմ
Զուսպ հանդիպումներ աշխատանքային ժամերից դուրս, ջնջված հաղորդագրություններ, գողացված հայացքներ։ Դա հյուծիչ էր, բայց նա կրքոտ։ Միասին անցկացրած ամեն րոպեն կարծես արժեր դրան։ Նարեն, Անահիտի լավագույն ընկերուհին, առաջինը կասկածեց։ Նրանք աշխատում էին նույն հարկում, Նարեն բավական լավ էր ճանաչում Անահիտին, որպեսզի նկատի, որ ինչ-որ բան փոխվել է։ Նա նկատեց անպատեզ ժպիտները, այն ձը, որով Անահիտն անընդհատ ստուգում էր հեռախոսը, այն խնամքը, որով նա պատրաստվում էր Լոնի հետ հանդիպումներից առաջ։ Մի օր ճաշի ժամին Նարեն ուղղակիորեն հարցրեց Անահիտին։ Նրանք նստեցին գրասենյակի մոտ գտնվող սրճարանում, հեռու հետաքրքրասեր ականջներից, Անահիտը չդիմացավ։ Պատմեց ամեն ինչ։ Զանգը, գիշերը, զգացմունքները, որոնք չէր կարողանում վերահսկել։ Նարեն մի պահ լռեց, Մարսելով լսածը։ Հետո խորը շունչ քաշեց ու բռնեց ընկերուհու ձեռքը։ Անահիտ, դու գիտես, որ քեզ սիրում եմ, բայց սա վտանգավոր է։ Եթե իմանան, դու կարող ես կորցնել ամեն ինչ։ Աշխատանքդ, հեղինակությունդ, վստահությունը։ Իսկ նա կմնա գործադիր տնօրեն։ Տղամարդիկ միշտ անվնաս են դուրս գալիս նման պատմություններից։ Անահիտը գիտեր, որ ընկերուհին ճիշտ է։ Բայց նա գիտեր, որ չի կարող պարզապես անջատել այն, ինչ զգում է։ Լոնը պարզապես սիրավեպ չէր։ Դա ավելի խորն էր, ավելի իրական։ Եվ նա պատրաստ էր ռիսկի դիմել։ Շաբաթները վերածվեցին ամիսների։ Գաղտնի հարաբերությունները շարունակվում էին, գնալով ավելի ու ավելի կրքոտ դառնալով։ Նրանք հանդիպում էին նրա բնակարանում, զուսպ հյուրանոցներում, ուշ ընթրիքների կենտրոնից հեռու ռեստորաններում։ Լոնը ուշադիր էր, քնքուշ, բոլորովին այլ, քան այն սառը հաշվենկատ մարդը, որին բոլորը ճանաչում էին գրասենյակում։ Բայց գաղտնիքները երկար կյանք չունեն։ Եվ մի ընկերությունում, որտեղ բոլորը միմյանց ճանաչում են, որտեղ միջանցքներում արձագանքում են բամբասանքները, WhatsApp-ի խմբերը պայթում են ցանկացած նորությունից, ընդամենը ժամանակի հարց էր, թե երբ ինչ-որ մեկը կբացահայտի դա։ Ռումբը պայթեց ուրբաթ օրը։ Մի լուսանկար։ Արված պատահաբար, կամ գուցե դիտավորյալ, ոչ ոք հստակ չգիտեր։ Անահիտն ու Լոնը միասին դուրս էին գալիս ռեստորանից, նա ձեռքը դրել էր Անահիտի իրանին, մի ժեստ, որը չափազանց մտերմիկ էր զուտ պրոֆեսիոնալ լինելու համար։ Նկարը հայտնվեց ընկերության WhatsApp-ի խմբերից մեկում։ Մի քանի ժամում բոլորը տեսել էին։ Անահիտն իմացավ, երբ երկուշաբթի օրը եկավ գրասենյակ։ Հայացքներն այլ էին։ Միջանցքներում շշուկներ կային, զրույցներ, որոնք կտրուկ դադարում էին, երբ նա անցնում էր։ Նարեն վազեց նրա սեղանի մոտ, դեմքը լարված, ցույց տվեց հեռախոսը։ Այնտեղ լուսանկարն էր։ Եվ ներքում տասնյակ հաղորդագրություններ, որոնք ենթադրություններ էին անում, դատում, քննարկում ամեն մանրուք։ Անահիտի ստամոքսը գծկվեց։ Նա զգաց, թե ինչպես է աշխարհը փլուզվում։ Այն ամենը, ինչի համար աշխատել էր, այն ողջ վստահությունը, որը կառուցել էր, կարծես ժամերի ընթացքում փլուզվում էր։ Լոնը նրան կանչեց իր սենյակ։ Երբ Անահիտը ներս մտավ, նա լուրջ էր, բայց ոչ սառը։ Փակեց դուռը, իջեցրեց շերտավարագույրները, մոտեցավ նրան։ Ես կլուծեմ այս հարցը, Անահիտ։ Խոստանում եմ։ Թույլ չեմ տա, որ դու մենակ կրես հետանքները։ Բայց ինչպես, մտածում էր Անահիտը, կարող էր դա լուծվել։ Ինչպես կարող էին ջնջել մի լուսանկար, որն արդեն հարյուրավոր մարդիկ էին տեսել։ Ինչպես կարող էին լռեցնել այն ձայները, որոնք արդեն դատում էին, դատապարտում, եզրակացություններ անում։ Հավանում եք այս պատմությունը։ Ասացեք ինձ, թե ինչ կարծիքի եք այս պատմության մասին, ինչպես եք կարծում, այն կավարտվի։ Լոնը արտակարգ խորհրդակցություն հրավիրեց մարդկային ռեսուրսների բաժնի հետ։ Սոնա Հակոբյանը, բաժնի պատասխանատու հոգեբանը, կանչվեց իրավիճակը կարգավորելու համար։ Նա 40 անց մի կին էր, ալեխառն մազերը խնամքով հավաքած, հայտնի իր խիստ կեցվածքով ընկերության կանոնակարգերի անշեղ կատարմամբ։ Անահիտը վախենում էր նրանից, ինչպես մյուս բոլոր աշխատակիցները։ Հանդիպումը տեղի ունեցավ փակ սենյակում, Լոնի, Անահիտի, Սոնայի մասնակցությամբ։ Մթնոլորտը լարված էր, գրեթե խեղդող։ Սոնան սկսեց, բացատրելով ընկերության ստանդարտ ընթացակարգերը ղեկավարների ենթակաների միջ հարաբերությունների դեպքում։ Կային հստակ քաղաքականություններ, լրացման ենթակա ձատխտեր, անցկացվելիք հետաքննություններ։ Տոնը պաշտոնական էր, սառը, գրեթե ռոբոտի նման։ Անահիտը զգում էր, թե ինչպես են ձեռքերը քրտնում։
Ժամանակ առ ժամանակ նայում էր Լոնին, փորձելով ինչ-որ մխիթարություն գտնել, բայց նա գործադիր տնօրենի ռեժիմում էր, կենտրոնացած, հաշվենկատ։ Երբ Սոնան ավարտեց խոսքը, Լոնը սկսեց խոսել. «Սոնա, ես հասկանում եմ կանոնակարգերը կհետեմ դրանց։ Բայց ուզում եմ մի բան հստակեցնել։ Իմ հարաբերությունները Անահիտի հետ անցողիկ սիրավեպ չեն։ Դա մի բան չէ, որ տեղի է ունեցել պահի ազդեցության տակ վաղը կավարտվի։ Ես սիրահարված եմ նրան։ Եվ մտադիր եմ դա հրապարակայնորեն ընդունել»։ Հաջորդած լռությունը խլացուցիչ էր։ Անահիտը զգաց, թե ինչպես է սիրտը բաբախում։ Լոնը հենց նոր բարձրաձայն մարդկային ռեսուրսների ղեկավարի առաջ ասաց, որ սիրահարված է իրեն։ Այլս հետդարձի ճանապարհ չկար։ Սոնան ուղեց ակնոցը, ակնհայտորեն անակնկալի եկած։ Նա նայեց մեկ-մեկին, մեկ մյուսին, ուսումնասիրելով նրանց արտահայտությունները, կարծես փորձում էր սուտ հայտնաբերել։ Բայց այն, ինչ տեսավ, անկեղծություն էր։ Գուցե նույնիսկ սեր։ Պարոն Սարգսյան, սկսեց տիկին Սոնան, զգուշորեն ընտրելով բառերը, դուք հասկանում եք, որ սա կարող է լուրջ հետանքներ ունենալ։ Ընկերության հեղինակության, աշխատանքային մթնոլորտի, հատկապես Անահիտի կարիերայի համար։ Մարդիկ կկասկածի տակ դնեն ձեր կողմից նրա վերաբերյալ կայացված յուրաքանչյուր որոշում։ Կասեն, որ նա հասել է իր դիրքին ոչ թե արժանինքների, այլ պատճառներով։ Ես դա գիտեմ, վստահ պատասխանեց Լոնը։ Եվ հենց դրա համար էլ կապահովեմ, որ այսուհետ յուրաքանչյուր քայլ լինի թափանցիկ։ Անահիտը բացառիկ մասնագետ է։ Նա արժանի է լինել այնտեղ, որտեղ կա։ Եվ եթե որևէ մեկը դա կասկածի տակ դնի, գործ կունենա ինձ հետ։ Անահիտը զգաց, թե ինչպես են աչքերը այրվում։ Ոչ ոք երբեք իրեն այդպես չէր պաշտպանել։ Ոչ ոք երբեք սեփական հեղինակությունը վտանգի տակ չէր դրել իր համար։ Սոնան հոգոց հանեց, նշումներ անելով իր թղթապանակում։ Ասաց, որ պետք է հարցազրույցներ անցկացնի այլ աշխատակիցների հետ, ստուգի, արդյոք կա որևէ բողոք հովանավորչության վերաբերյալ, գնահատի հարաբերությունների ազդեցությունն աշխատանքային միջավայրի վրա։ Գործընթացը կտեր մի քանի շաբաթ։ Մինչ այդ, նա խորհուրդ տվեց, որ նրանք գրասենյակում պահպանեն պրոֆեսիոնալ կեցվածք։ Երբ սենյակից դուրս եկան, Անահիտը դողում էր։ Լոնը զգուշորեն բռնեց նրա թիթ շշնջաց, որ ամեն ինչ լավ կլինի։ Բայց նա այդքան էլ վստահ չէր։ Հաջորդ օրերը Անահիտի կյանքի ամենադժվարն էին։ Միջանցքում հայացքներն անտանելի էին։ Որոշ գործընկերներ նորմալ բարում էին, մյուսները երես էին թեքում։ Կային խմբեր, որոնք շշնջում էին, երբ նա անցնում էր, խեղդված ծիծաղներ, մեկնաբանություններ, որոնք նա ծածնում էր, թե չի լսում։ Հաշվապահության բաժնի անուշը, նիհար, շիկահեր մազերով ճչան ձայնով մի կին, դարձավ հավաքական դատաստանի ոչ պաշտոնական խոսնակը։ Նա չէր թաքցնում իր կարծիքը։ Բացահայտ ասում էր, որ Անահիտն օգտվել է իրավիճակից, որ իր գեղեցկությունն է օգտագործել կարիերայում առաջ գնալու համար, որ դա անարդար է այն կանանց նկատմամբ, ովքեր քրտնաջան աշխատում են նույն ճանաչմանը չեն արժանանում։ Նարեն զայրացավ, երբ լսեց մեկնաբանությունները։ Ճաշարանում բոլորի առաջ վիճեց հաշվապահ Անուշի հետ, ասելով, որ նա ոչինչ չգիտի, որ նախանձում է չարախոսում։ Վեճը քիչ մնաց սկանդալի վերածվեր, բայց նրանց ընդհատեց Դավիթը, մարքեթինգի տնօրենը։ Դավիթը բարձրահասակ, լայնաթիկուն գայթակղիչ ժպիտով տղամարդ էր։ 5 տարի աշխատում էր ընկերությունում, միշտ քաղաքավարի էր եղել Անահիտի հետ։ Բայց այդ օրերին նա սկսեց տարօրինակ պահել իրեն։ Հաճախ էր հայտնվում նրա սեղանի մոտ, օգնություն առաջարկում նախագծերում, նուրբ ակնարկներ անում, թե ինչպես նա ավելի լավին է արժանի։ Անահիտը լավ չէր հասկանում, թե նա ուր է տանում, բայց Դավիթի հայացքում մի բան կար, որը նրան անհանգստացնում էր։ Նարեն էլ նկատեց։ Զգուշացրեց Անահիտին, որ զգույշ լինի, որ Դավիթը հայտնի է իր փառասիրությամբ մանիպուլյատիվ բնավորությամբ։ Բայց Անահիտն այնքան էր կենտրոնացած բամբասանքներից փրկվելու վրա, որ շատ ուշադրություն չդարձրեց։ Լոնն իր հերթին այլ կերպ էր լուծում իրավիճակը։ Նա ընդհանուր ժողով հրավիրեց ընկերության բոլոր տնօրենների մենեջերների հետ։ Խորհրդակցությունների սենյակում, որի համայնապատկերային պատուհանից երում էր երանը, նա պաշտոնական հայտարարություն արեց։ Հրապարակայնորեն ընդունեց իր հարաբերությունները Անահիտի հետ։ Ասաց, որ չի զղջում, որ հարգում է ընկերության քաղաքականությունը կհետի բոլոր անհրաժեշտ կանոնակարգերին։
Բայց նա հստակեցրեց, որ նրա նկատմամբ ցանկացած տեսակի ոտնձգություն, խտրականություն կամ չարախոսություն կդիտարկվի ամենայն լրջությամբ։ Նա չի հանդուրժի ահաբեկում կամ հետապնդում։ Սենյակում շոկի մթնոլորտ էր։ Որոշ տնօրեններ աջակցեցին Լոնին, մյուսներն ակնհայտորեն անհարմար զգացին։ Բայց ուղերձը հասավ տեղ։ Նա պատրաստ էր դիմակայել ցանկացած հետանքի։ Երբ նորությունը հասավ Անահիտի ականջին, նա չգիտեր, թե թանաք է, ավելի վախենա։ Մի կողմից նա ընդունել էր ամեն ինչ, դիմակայել էր բոլորին։ Մյուս կողմից այժմ այլս կասկած չկար։ Նա պաշտոնապես գործադիր տնօրենի ընկերուհին էր։ Եվ դա մի բեռ էր, որը նա չգիտեր, կկարողանար կրել։ Սոնայի հետաքննությունները շարունակվեցին։ Նա հարցազրույցներ անցկացրեց տասնյակ աշխատակիցների հետ, վերլուծեց էլեկտրոնային նամակները, վերանայեց պաշտոնի բարձրացման աշխատավարձի բարձրացման որոշումները։ Անահիտին մի քանի անգամ կանչեցին ցուցմունք տալու, իրավիճակներ բացատրելու, մասնագիտական ընտրություններ հիմնավորելու։ Դա հյուծիչ էր, նվաստացուցիչ։ Բայց այդ ամբողջ քաոսի մեջ մի անսպասելի բան տեղի ունեցավ։ Սոնան սկսեց փոխել իր կարծիքը։ Որքան շատ էր հետաքննում, այնքան ավելի էր հասկանում, որ Անահիտն իսկապես գործունյա է։ Նրա նախագծերը լավ էին իրականացված, վերլուծությունները ճշգրիտ, արդյունքները խոսում էին իրենց փոխարեն։ Հովանավորչության ոչ մի ապացույց չկար։ Իրականում թվում էր, թե Անահիտն ավելի շատ էր աշխատում, քան մյուսները, կարծես անընդհատ փորձում էր ապացուցել իր արժեքը։ Վերջին հարցազրույցներից մեկի ժամանակ Սոնան նայեց Անահիտին, ասաց մի բան, որը նրան զարմացրեց։ Գիտեք, Անահիտ, ես սկսեցի այս հետաքննությունը, մտածելով, որ անկանոնություններ եմ գտնելու։ Բայց այն, ինչ գտա, նվիրված, տաղանդավոր չափազանց էթիկական մասնագետ էր։ Դուք ոչինչ չեք խնդրել։ Ոչնչից չեք օգտվել։ Եվ անկեղծ ասած, կարծում եմ, որ դուք ավելի շատ ճանաչման եք արժանի, քան ստացել եք։ Անահիտն այնպիսի թեթություն զգաց, որ քիչ մնաց տեղում ուշաթափվեր։ Սոնան միայն մռբլի հոգեբանը չէր։ Նա, ինչ-որ առումով, դարձել էր դաշնակից։ Սակայն, հանգստությունը կարճ տեց։ Նոր խնդիր առաջացավ այնտեղից, որտեղից ոչ ոք չէր սպասում։ Լիլիթ Մարտիրոսյան անունով մի կին, ընկերության բաժնետերերից Լոնի նախկին ընկերուհին, հանկարծ հայտնվեց խորհրդի նիստում։ Անահիտը նրան անձամբ չէր ճանաչում, բայց լսել էր նրա մասին։ Լիլիթը երանյան բարձրաշխարհիկ հասարակությունից էր, անշարժ գույքի հարստության ժառանգորդ, տարիներ առաջ բուռն հարաբերություններ էր ունեցել Լոնի հետ։ Նա այնտեղ պատահաբար չէր։ Լիլիթը զգալի ֆինանսական շահեր ուներ ընկերությունում, ըստ երույթին, չէր հաղթահարել Լոնից բաժանումը։ Երբ իմացավ նրա նոր հարաբերությունների մասին, որոշեց օգտագործել իր բաժնետիրոջ դիրքը, խնդիրներ ստեղծելու համար։ Լարված նիստի ժամանակ Լիլիթը հարցեր բարձրացրեց շահերի բախման մասին, ակնարկեց, որ ընկերության իմիջը վնասվում է, ակնարկեց, որ արտաքին ներդրողները կարող են հեռանալ, եթե իրավիճակը չլուծվի։ Նա ուղղակիորեն չնշեց Անահիտի անունը, բայց բոլորը գիտեին, որ խոսքը նրա մասին է։ Լոնի համբերությունը հատեց։ Առաջին անգամ Անահիտը նրան իսկապես զայրացած տեսավ։ Նա բոլորի առաջ դիմակայեց Լիլիթին, ասաց, որ նա անձնական մարտավարություն է օգտագործում բիզնեսին խառնվելու համար, որ դա անբարոյական է, որ ինքը շանտաժ չի ընդունի։ Քննարկումը թեժ էր։ Խորհրդի որոշ անդամներ կանգնեցին Լոնի կողքին, մյուսները նախընտրեցին չեզոք մնալ։ Լիլիթը նիստից դուրս եկավ սառը ժպիտով, կարծես գիտեր, որ կասկածի սերմը ցանել է։ Անահիտն ամեն ինչ իմացավ Նարեից, որը լսել էր Լոնի քարտուղարուհու զրույցը միջանցքում։ Նրա սիրտը գծկվեց։ Բավական չէր ներքին բամբասանքների հետ գործ ունենալը, հիմա արտաքին ուժեր էին փորձում քանդել հարաբերությունները։ Այդ գիշեր Լոնը եկավ նրա բնակարան։ Նա տեսանելիորեն հոգնած էր, ուսերը ծանրացած, դեմքին լարվածության հետքեր։ Նստեց հյուրասենյակի փոքր բազմոցին, Անահիտին իրեն մոտ քաշեց։ Ես քեզնից չեմ հրաժարվելու, ասաց նա վստահ, բայց հուզմունքով լի ձայնով։ Կարևոր չէ, թե ինչ կանի Լիլիթը, ինչ կասեն բաժնետերերը, ինչ կխոսեն մարդիկ։ Դու լավագույն բանն ես, որ պատահել է ինձ հետ վերջին տարիներին։ Եվ ես կպայքարեմ դրա համար։ Անահիտը զգաց, թե ինչպես են արցունքները հոսում։ Նա վախենում էր, այո։ Վախենում էր կորցնել ամեն ինչ, բավականաչափ ուժեղ չլինելուց, Լոնին իր հետ ներքաշելուց։
Բայց երբ նա գրկեց իրեն, երբ զգաց նրա սրտի ամուր բաբախյունը իր կրծքին, հասկացավ, որ մենակ չէ։ Նրանք խոսեցին մինչ ուշ գիշեր։ Լոնը պատմեց Լիլիթի հետ անցյալի թունավոր հարաբերությունների մասին, որոնք հիմնված էին արտաքին տեսքի սոցիալական հարմարավետության վրա։ Նա երբեք նրա նկատմամբ չէր զգացել այն, ինչ զգում էր Անահիտի նկատմամբ։ Անահիտի հետ ամեն ինչ իրական էր։ Ազնիվ էր։ Նա խոցելի էր այնպես, ինչպես երբեք չէր եղել։ Անահիտն էլ բացվեց։ Խոսեց բավականաչափ լավը չլինելու վախերի, միշտ իր արժեքն ապացուցելու անհրաժեշտության, ընտանիքից առաջինը այդքան հեռու գնալու բեռը կրելու մասին։ Խոսեց ճնշման, անքուն գիշերների, անընդհատ լարախաղացի պես քայլելու զգացողության մասին։ Նրանք միմյանց հասկանում էին այնպես, որը բառերից անդին էր։ Եվ այդ գիշեր, այնտեղ Մալաթիա Սեբաստիայի փոքրիկ բնակարանում, հեռու դատող հայացքներից, հեռու հանդիպումներից ու կանոնակարգերից, նրանք պարզապես Անահիտն ու Լոնն էին։ Երկու մարդ, որոնք աջակցում էին միմյանց, սիրում էին միմյանց, ընտրում էին միմյանց, չնայած ամեն ինչին։ Բայց ճակատամարտը դեռ հեռու էր ավարտից։ Դավիթը, մարքեթինգի տնօրենը, սկսեց ավելի ու ավելի տարօրինակ պահել իրեն։ Նրան տեսել էին երկար զրուցելիս Լիլիթի հետ գրասենյակի մոտ գտնվող սրճարանում։ Նարեն տեսավ պատմեց Անահիտին, անհանգստանալով, թե դա ինչ կարող է նշանակել։ Անահիտը սկսեց կասկածել, որ Դավիթը ինչ-որ բան է ծրագրում։ Նա հասանելիություն ուներ ներքին տեղեկատվությանը, գիտեր ընթացիկ նախագծերի մասին, ճանաչում էր ընկերության թույլ կողմերը։ Եթե նա իսկապես դաշնակցեր Լիլիթի հետ, ամեն ինչ կարող էր շատ բարդանալ։ Եվ հենց այդպես էլ եղավ։ Մի քանի շաբաթ անց Անահիտի ղեկավարած կարևոր նախագիծը սկսեց անբացատրելի խնդիրներ ունենալ։ Տվյալներ, որոնք անհետանում էին, հաշվետվություններ, որոնք արտահոսում էին մրցակիցներին, գաղտնի տեղեկատվություն, որը ինչ-որ կերպ հասնում էր սխալ տեղեր։ Անահիտը հուսահատված էր։ Այդ նախագիծը վճռորոշ էր իր գործունակությունն ապացուցելու, ցույց տալու համար, որ նա արժանի է այդ պաշտոնին։ Եթե ձախողվեր, դա կատարյալ փաստարկ կլիներ բոլոր նրանց համար, ովքեր ասում էին, որ նա ընդունակ չէ։ Լոնը թիմ հանձնարարեց հետաքննություն անցկացնել։ Եվ հենց Սոնան բացահայտեց ճշմարտությունը։ Ուղղակիորեն սաբոտաժ անողը Դավիթը չէր։ Դա նոր ընդունված պրակտիկանտ էր, որին ներդրել էր արտաքին մրցակիցը։ Դավիթը պարզապես հեշտացրել էր նրա մուտքը, հավանաբար Լիլիթի կողմից խոստացված ապագա օգուտի դիմաց։ Երբ ճշմարտությունը բացահայտվեց, սկանդալը հսկայական էր։ Դավիթին աշխատանքից ազատեցին օրենքի ողջ խստությամբ։ Պրակտիկանտին հանձնեցին իրավապահ մարմիններին։ Իսկ Լիլիթը, թե իրավաբանորեն չէր կարող պատասխանատվության ենթարկվել, կորցրեց իր հեղինակության մեծ մասը բաժնետերերի շրջանում։ Անահիտը հյուծված էր, բայց նա թեթացած։ Նախագիծը փրկվեց, տվյալները վերականգնվեցին, նա կարողացավ ամեն ինչ հանձնել ժամկետին։ Լոնը տպավորված էր ճգնաժամը հաղթահարելու, նույնիսկ ծայրահեղ ճնշման տակ հանգստություն պահպանելու նրա ունակությամբ։ Հենց այդ ժամանակ նա որոշում կայացրեց։ Հերթական տնօրենների խորհրդի նիստ հրավիրեց հայտարարեց ընկերությունում կառուցվածքային փոփոխության մասին։ Անահիտը կնշանակվեր ռազմավարության տնօրեն։ Դա խորհրդանշական պաշտոն չէր։ Դա իրական իշխանության, պատասխանատվության ինքնավարության դիրք էր։ Սենյակում լռություն տիրեց։ Որոշ տնօրեններ ծափահարեցին, մյուսները կասկածամտորեն նայեցին։ Բայց Լոնը հստակ էր։ Պաշտոնի բարձրացումը հիմնված էր արժանինքների, ապացուցված արդյունքների, անվիճելի գործունակության վրա։ Եվ յուրաքանչյուր ոք, ով կասկածում էր դրանում, կարող էր վերանայել վերջին տարիների կատարողականի հաշվետվությունները։ Անահիտը նիստին ներկա չէր։ Նա իմացավ ավելի ուշ, երբ Լոնը կանչեց իրեն իր սենյակ անձամբ հայտնեց նորությունը։ Նա խոսքեր չէր գտնում։ Ռազմավարության տնօրեն։ 29 տարեկանում։ Չարբախից, մի ընտանիքից, որը հազիվ էր գոյատում, նա այժմ երկրի խոշորագույն ընկերություններից մեկի ամենակարևոր պաշտոններից մեկում էր։ Երբ վերջապես կարողացավ խոսել, ձայնը դողում էր։ Ես արժանի եմ դրան, Լոն։ Իսկապես։ Նա դեմքը բռնեց ձեռքերի մեջ, խորը նայեց աչքերին։ Դու ոչ միայն արժանի ես, Անահիտ։ Դու ամենաորակավորված մարդն ես այս պաշտոնի համար։ Եվ ես շատ հպարտ կլինեմ աշխատել քո կողքին։ Ոչ թե որպես ղեկավար ենթակա, այլ որպես գործընկերներ։
Անահիտի պաշտոնի բարձրացման լուրը որոտի պես տարածվեց ընկերության միջանցքներով։ Արձագանքները բազմազան էին։ Որոշ գործընկերներ անկեղծորեն շնորհավորեցին, ճանաչելով նրա քրտնաջան աշխատանքը։ Մյուսները լուռ մնացին, հայացքները լի դատապարտմամբ։ Եվ կային նրանք, ովքեր պարզապես անտեսեցին, կարծես նա գոյություն չուներ։ Նարեն առաջինը գրկեց նրան, աչքերում արցունքներ։ Դու կարողացար, Անահիտ։ Դու բոլորին ապացուցեցիր, որ ավելին ես, քան ընդունակ։ Այնքան հպարտ եմ քեզնով։ Անահիտը ժպտաց, բայց ներսում դեռ անվստահության մի խայթոց կար։ Նա գիտեր, որ շատերը դեռ կկասկածեն։ Կասեն, որ դա հովանավորչություն էր, որ Լոնի հետ հարաբերություններն են ապահովել պաշտոնը։ Բայց նա վճռական էր ապացուցել, որ նրանք սխալվում են։ Յուրաքանչյուր որոշում, որ կկայացներ, յուրաքանչյուր նախագիծ, որ կղեկավարեր, կատարվելու էր գերազանցությամբ։ Հաջորդ ամիսները լարված էին։ Անահիտը գլխովին սուզվեց նոր պաշտոնի մեջ։ Շուտ էր գալիս, ուշ գնում, վերանայում էր հաշվետվությունները, վարում էր հանդիպումներ, կայացնում էր դժվար որոշումներ։ Նա ուզում էր, որ յուրաքանչյուր թիվ, յուրաքանչյուր արդյունք խոսի իր փոխարեն։ Եվ դա ստացվեց։ Նրա ռազմավարությունները սկսեցին տալ կոնկրետ արդյունքներ։ Ընկերությունը աճ գրանցեց լճացած ոլորտներում, նոր պայմանագրեր կնքվեցին, կարևոր գործընկերություններ հաստատվեցին։ Լոնը հետում էր ամեն ինչին հպարտության հիացմունքի խառնուրդով։ Տնօրենների խորհրդի նիստերում նա ջանում էր նրա հետ վարվել նույն պաշտոնականությամբ, ինչ մյուս տնօրենների հետ։ Բայց երբեմն, երբ ոչ ոք չէր նայում, նրանց աչքերը հանդիպում էին, մի զուսպ ժպիտ էր հայտնվում, մի հասկացվածություն, որը միայն իրենք էին հասկանում։ Նրանց հարաբերություններն էլ զարգացան։ Լոնը հրապարակայնորեն պաշտոնականացրեց ամեն ինչ։ Ոչ միայն ընկերության ներսում, այլ աշխարհի համար։ Նա սկսեց նրան տանել սոցիալական միջոցառումների, բարեգործական ընթրիքների, կորպորատիվ երեկույթների։ Անահիտը, որ միշտ զուսպ էր եղել, ստիպված էր սովորել հաղթահարել հանրային ուշադրությունը։ Կային լուսանկարիչներ, հայտնի մարդկանց մասին գրող լրագրողներ, մարդիկ, որոնք ուզում էին ամեն ինչ իմանալ նրա մասին։ Սկզբում սարսափելի էր։ Անահիտը զգում էր, որ իրեն անընդհատ հետում են, դատում են յուրաքանչյուր խոսքի, յուրաքանչյուր ժեստի համար։ Բայց կամաց-կամաց նա գտավ իր տեղը։ Բացահայտեց, որ կարող է լինել ինքն իրեն, առանց ծածնելու այն, ինչ չէր։ Հագնում էր էլեգանտ, բայց հասարակ զգեստներ, խոսում էր անկեղծորեն, չէր փորձում ոչ ոքի տպավորել։ Եվ զարմանալիորեն, դա նրան ավելի հետաքրքիր էր դարձնում։ Լրագրողները սկսեցին գրել նրա մասին։ Ոմանք գովասանքով, մյուսները քողարկված քննադատությամբ։ Բայց Անահիտը սովորեց անտեսել։ Կենտրոնանում էր նրա վրա, ինչն իսկապես կարևոր էր, իր աշխատանքը, իր հարաբերությունները, իր կյանքը։ Մի ուրբաթ երեկո, հատկապես հոգնեցուցիչ շաբաթից հետո, Լոնը անակնկալ մատուցեց Անահիտին։ Նա հայտնվեց նրա բնակարանում ոչ թե ծաղիկներով կամ թանկարժեք նվերներով, այլ մի առաջարկով։ Եկ հեռանանք այստեղից։ Միայն մենք երկուսով։ Մի հանգստյան օր, հեռու ամեն ինչից։ Նրանք ճանապարհ ընկան դեպի Դիլիջան։ Լոնը վարում էր, ազատ ձեռքը դրած նրա ոտքին, մեքենայում հանգիստ երաժշտություն էր, իսկ բնապատկերը փոխվում էր, երբ նրանք թողնում էին մայրաքաղաքը։ Անահիտը մի թեթություն զգաց, որը ամիսներ շարունակ չէր զգացել։ Այնտեղ, այդ մեքենայում, առանց պահանջների, առանց հայացքների, առանց ճնշումների, միայն ինքն էր ու նա։ Նրանք հասան մի հմայիչ հյուրատուն։ Այն հասարակ էր, հարմարավետ, հեռու այն շքեղությունից, որին Լոնը սովոր էր, բայց նա ուշադրություն չդարձրեց։ Նրանք հանգստյան օրերն անցկացրին, զբոսնելով սալիկապատ փողոցներով, նախաճաշելով պատշգամբում, խոսելով երազանքների ապագայի ծրագրերի մասին։ Հենց այդ հանգստյան օրերին Լոնն առաջին անգամ խոսեց ամուսնության մասին։ Դա պաշտոնական առաջարկ չէր, այլ բնական զրույց, պառկած հյուրատան ցանցաճոճում, դիտելով աստղերը։ Նա ասաց, որ ուզում է կյանք կառուցել նրա հետ, որ ուզում է ամեն օր արթնանալ նրա կողքին, որ ուզում է միասին ծերանալ։ Անահիտը զգաց, թե ինչպես է սիրտը սեղմվում հուզմունքից։ Նա երբեք չէր պատկերացրել, որ կհասնի այստեղ։ Չարբախից մի աղջիկ, որը մեծացել էր, տեսնելով, թե ինչպես է մայրը պայքարում սեղանին հաց դնելու համար, այժմ պառկած էր մի տղամարդու գրկում, որն ապագայի մասին խոսում էր այնպիսի վստահությամբ, այնպիսի համոզմունքով։ Երբ վերադարձան երան, ինչ-որ բան փոխվել էր։
Հարաբերություններում մի ամրություն կար, որը նախկինում չկար։ Նրանք սկսեցին կոնկրետ ծրագրեր կազմել։ Լոնն առաջարկեց, որ տուն փնտրեն։ Ոչ թե շքեղ բնակարան կենտրոնում, այլ իսկական տուն բակով, աճելու, հիշողություններ կառուցելու տարածքով։ Անահիտը զարմացավ։ Նա դեռ ապրում էր Մալաթիա Սեբաստիայի փոքրիկ բնակարանում, սովոր էր փոքր մտածել, շատ բարձր չերազել։ Բայց Լոնը պնդեց։ Ասաց, որ ժամանակն է հաջորդ քայլն անել։ Նրանք հանգստյան օրերն անցկացնում էին տներ այցելելով։ Որոշները չափազանց մեծ էին, մյուսները չափազանց սառը։ Բայց հետո գտան մեկը քաղաքի հարավային, հանգիստ թաղամասերից մեկում։ Առանձնատուն չէր, բայց հարմարավետ էր։ Ուներ 3 ննջասենյակ, հետի բակում այգի, լայն խոհանոց, ծառերին նայող տեսարանով։ Անահիտը սիրահարվեց այն պահին, երբ ներս մտավ։ Լոնը տեսավ փայլը նրա աչքերում չվարանեց։ Նույն շաբաթ առաջարկ արեցին։ Եվ երբ տունն իրենցը դարձավ, Անահիտը լաց եղավ։ Լաց եղավ ուրախությունից, երախտագիտությունից, մի երջանկությունից, որը կարծես չափազանց մեծ էր կրծքում տեղավորվելու համար։ Տեղափոխությունը քաոսային էր, բայց զվարճալի։ Նարեն օգնեց իրերը փաթեթավորել, կատակելով, թե ինչպես է Անահիտն այժմ գրեթե տիկին դարձել։ Լոնը արկղեր էր տանում, կահույք հավաքում, վարագույրներ տեղադրում։ Անիրական էր տեսնել երկրի խոշորագույն ընկերություններից մեկի գործադիր տնօրենին հին շապիկով քրտնած, փորձելով հասկանալ գրապահարանի հրահանգները։ Երբ վերջապես ամեն ինչ տեղում էր, նրանք նստեցին դատարկ հյուրասենյակի հատակին, դեռ առանց բազմոցի, ուտելով պիցցա ուղիղ տուփից։ Նայեցին շուրջը, ժպտացին։ Դա իրենց տունն էր։ Բայց կյանքը չի կանգնում։ Մինչ անձնական կյանքը ծաղկում էր, մասնագիտականն էլ ուշադրություն էր պահանջում։ Անահիտը ղեկավարում էր միջազգային նախագիծ, ռազմավարական գործընկերություն եվրոպական ընկերության հետ։ Դա բարդ էր, դժվար, ընկերությանը նոր մակարդակի կհաներ։ Նա աշխատում էր օր ու գիշեր, մեկնում էր հանդիպումների, բանակցում էր պայմանագրերի շուրջ։ Լոնն էլ զբաղված էր, ընդլայնելով գործունեությունը դեպի այլ երկրներ։ Մի շրջան եղավ, երբ հազիվ էին տեսնում միմյանց։ Նա վաղ էր գնում հանդիպումների, ուշ վերադառնում։ Նա սուզված էր վերլուծությունների, հաշվետվությունների, շնորհանդեսների մեջ։ Միասին անցկացրած ժամանակը սակավացավ։ Անահիտը սկսեց զգալ ճնշումը։ Երբեմն արթնանում էր գիշերվա կեսին, անհանգիստ, այն զգացումով, որ կյանքի որևէ ոլորտում ձախողվում է։ Դա մշտական պայքար էր ամեն ինչ հավասարակշռելու համար։ Եվ երբ միջազգային նախագիծը տեխնիկական խնդիրներ ունեցավ, որոնք պահանջում էին երկարատ գործուղումներ, նա ստիպված էր դժվար որոշում կայացնել։ Լոնը պետք է 3 ամսով մեկներ Եվրոպա, վճռորոշ գործընկերություն կնքելու համար։ Դա մի հնարավորություն էր, որը չէր կարելի բաց թողնել։ Անահիտը հասկացավ, բայց չկարողացավ թաքցնել տխրությունը։ 3 ամիսը շատ երկար էր։ Եվ նրանք նոր էին տեղափոխվել նոր տուն, միասին առօրյա էին կառուցում։ Հրաժեշտը դժվար էր։ Օդանավակայանում Լոնը ամուր գրկեց նրան, խոստանալով, որ ամեն օր կզանգի, որ կվերադառնա հենց որ կարողանա։ Անահիտը ժպտաց, ասաց, որ ամեն ինչ լավ է, բայց ներսում սիրտը սեղմվում էր։ Առաջին օրերն ամենավատն էին։ Տունը չափազանց մեծ էր թվում, չափազանց դատարկ։ Անահիտը բռնում էր իրեն 2 հոգու համար սուրճ պատրաստելիս, 2 ափսե դնելիս սեղանին, մինչ հիշում էր, որ մենակ է։ Տեսազանգերն օգնում էին, բայց նույնը չէր։ Կար ժամային գոտիների տարբերությունը, վատ կապը, հանդիպումների մեջ շտապ զրույցները։ Եվ հետո ինչ-որ բան տեղի ունեցավ։ Անահիտը հաղորդագրություն ստացավ անհայտ համարից։ Դա Լոնի լուսանկարն էր Փարիզի էլեգանտ ռեստորանում։ Եվ նրա կողքին մի շիկահեր, գեղեցիկ կին, որը ժպտում էր։ Հաղորդագրության մեջ գրված էր. Կարծես թե նա այդքան էլ մենակ չէ։ Անահիտի սիրտը սառեց։ Նա նորից ու նորից նայում էր լուսանկարին, փորձելով հասկանալ. ով էր այդ կինը։ Ինչու Լոնը ոչինչ չէր ասել։ Ինչու ինչ-որ մեկը դա ուղարկել էր իրեն։ Այն անվստահությունները, որոնք Անահիտը կարծում էր, թե հաղթահարել է, լիովին վերադարձան։ Նա հիշեց բոլոր այն անգամները, երբ իրեն թերարժեք էր զգացել, բոլոր այն ձայները, որոնք ասում էին, որ ինքը բավականաչափ լավը չէ Լոնի նման մեկի համար։ Իսկ եթե դա ճիշտ էր։ Իսկ եթե նա հոգնել էր իրենից։ Այդ գիշեր նա չկարողացավ քնել։
Նայում էր հեռախոսին, սպասելով հաղորդագրության բացատրության։ Բայց ոչինչ չեկավ։ Լոնը կարոր հանդիպում ուներ, չկարողացավ զանգել։ Նարեն եկավ հաջորդ օրը։ Անահիտը ցույց տվեց լուսանկարը, պատմեց ամեն ինչ։ Նարեն զայրացավ։ Ասաց, որ դա հավանաբար սադրանք է, որ ինչ-որ մեկը փորձում է խնդիրներ ստեղծել։ Բայց Անահիտը չէր կարողանում լիովին համոզվել։ Երբ վերջապես կարողացավ խոսել Լոնի հետ, 2 օր անց նա հուզական պոռթկման եզրին էր։ Ուղղակիորեն դիմակայեց նրան, ցույց տվեց լուսանկարը, պահանջեց բացատրություններ։ Լոնը ցնցված էր։ Ասաց, որ այդ կինը գործընկեր ընկերության տնօրենն է, որ նրանք ընտրել են պայմանագրի պայմանները քննարկելու համար, որ սեղանի շուրջ 4 հոգի է եղել, բայց լուսանկարը դիտավորյալ կտրել են։ Նա տեսանելիորեն ցնցված էր մեղադրանքից, անվստահությունից։ Անահիտն ուզում էր հավատալ, բայց հեռավորությունն ամեն ինչ ավելի էր դժվարացնում։ Նրանք առաջին անգամ վիճեցին։ Ծանր խոսքեր ասվեցին, վիրավորանքներ բացահայտվեցին։ Երբ անջատեցին հեռախոսը, երկուսն էլ ընկճված էին։ Հաջորդ օրերը լարված լռության մեջ անցան։ Լոնը մի քանի անգամ փորձեց զանգել, Անահիտն անտեսեց։ Նարեն փորձում էր միջնորդել, ասում էր, որ Անահիտը անտրամաբանական է, որ պետք է վստահի։ Բայց վերքը բաց էր։ Հենց Սոնան, զարմանալիորեն, օգնեց պարզաբանել ամեն ինչ։ Նա կապեր ուներ եվրոպական ընկերությունում, զգուշորեն հետաքննեց։ Պարզեց, որ լուսանկարն արել էր վերջերս աշխատանքից ազատված դժգոհ աշխատակիցը, որը փորձում էր խնդիրներ ստեղծել։ Լուսանկարի կինն իսկապես տնօրենն էր, ընթրիքը լիովին պրոֆեսիոնալ էր եղել։ Երբ Անահիտն իմացավ ճշմարտությունը, խորը ամոթ զգաց։ Կասկածել էր Լոնին, մեղադրել էր նրան առանց վստահ լինելու։ Թույլ էր տվել, որ անվստահությունները վստահությունից բարձր խոսեն։ Նա զանգեց նրան, դողացող ձայնով ներողություն խնդրեց։ Լոնը վիրավորված էր, բայց թեթացած։ Ասաց, որ հասկանում է նրա վախերը, բայց որ նրանք պետք է միասին աշխատեն դա հաղթահարելու համար։ Չէին կարող թույլ տալ, որ այլ մարդիկ քանդեն այն, ինչ կառուցել էին։ Այդ գիշեր նրանք ժամերով խոսեցին։ Վստահության, անվստահությունների, հեռավորության դժվարության մասին։ Լոնը խոստացավ, որ շուտով կվերադառնա, որ հնարավորինս արագ կավարտի ամեն ինչ։ Իսկ Անահիտը խոստացավ, որ կաշխատի սեփական անվստահությունների վրա, որ թույլ չի տա անցյալին սաբոտաժի ենթարկել ապագան։ 3 շաբաթ անց Լոնը վերադարձավ։ Ոչ թե որովհետև ավարտել էր ամեն ինչ, այլ որովհետև այլս չէր դիմանում հեռու մնալուն։ Նա բանակցությունների մնացած մասը հանձնարարեց վստահելի գործընկերոջը, առաջին իսկ չվերթով վերադարձավ Երան։ Երբ Անահիտը բացեց դուռը, տեսավ նրան այնտեղ, կանգնած շեմին, ճամպրուկը ձեռքին հոգնած աչքերով, նա պարզապես արցունքների մեջ խեղդվեց։ Լոնը ամուր գրկեց նրան, շնջալով, որ տանն է, որ այլս երբեք այդքան երկար չեն բաժանվի։ Այդ գիշեր նրանք խոսեցին այնպես, ինչպես վաղուց չէին խոսել։ Վախերի, սպասումների, այն ապագայի մասին, որ ուզում էին կառուցել։ Եվ հենց այնտեղ, այն տան հյուրասենյակում, որը միասին էին ընտրել, Լոնն արեց մի բան, որը Անահիտը չէր սպասում։ Նա ծնկի իջավ։ Գրպանից հանեց մի փոքրիկ տուփ։ Եվ հուզմունքից դողացող ձայնով ամուսնության առաջարկ արեց։ Ոչ թե շքեղ վայրում, ոչ թե մեծ բեմադրությամբ։ Հենց այնտեղ, իրենց տան պարզության մեջ, լացից կարմրած աչքերով, սիրտը ձեռքին։ Անահիտը նույնիսկ մտածելու կարիք չունեցավ։ Պատասխանը եկավ ակնթարթորեն, բնազդաբար։ Այո։ 1000 անգամ, այո։ Հարսանիքը նշանակվեց 6 ամիս անց։ Անահիտը պարզ բան էր ուզում, բայց Լոնը պնդեց, որ տոնակատարություն անեն, որը հարիր կլինի իրենց սիրուն։ Նրանք փոխզիջման եկան։ Մտերմիկ արարողություն Արարատյան դաշտի խաղողի այգիներից մեկում, միայն ամենամոտ մարդկանց հետ։ Անահիտի մայրը լաց եղավ, երբ իմացավ։ Չէր կարողանում հավատալ, որ իր աղջիկը, այն աղջիկը, որը մեծացել էր եղբայրների հետ փոքրիկ սենյակ կիսելով, այժմ հարսանիք էր ծրագրում։ Նա օգնեց ընտրել զգեստը, էլեգանտ, բայց զուսպ մի կտոր, որը կատարելապես արտացոլում էր Անահիտի անհատականությունը։ Նարեն, իհարկե, հարսնաքույրն էր։ Նա կազմակերպեց աղջկական հավաքույթը, օգնեց նախապատրաստական աշխատանքներին, միշտ այնտեղ էր անհանգստության պահերին, հիշեցնելով Անահիտին շնչել, վայելել ամեն պահը։ Արարողությունը տեղի ունեցավ ոսկեգույն երեկոյան։
Արը ցածր էր, երկինքը ներկում էր նարնջագույն վարդագույն, իսկ շուրջ բոլորը խաղողի վազերը կատարյալ բնական շրջանակ էին ստեղծում։ Ընդամենը 40 հոգի կար, բայց նրանցից յուրաքանչյուրն այնտեղ էր, որովհետև իսկապես կարևոր էր։ Երբ Անահիտը ներս մտավ, դանդաղ քայլելով ծաղիկների միջանցքով, Լոնը զգաց, թե ինչպես են արցունքները հոսում։ Նա փայլում էր ոչ թե շպարից կամ զգեստից, այլ անկեղծ ժպիտից, աչքերում փայլող երջանկությունից։ Այնտեղ այն կինն էր, որը փոխել էր իր կյանքը, որը ցույց էր տվել, որ իսկական սերը կառուցվում է առօրյա մանրուքներով, դժվար ընտրություններով, կիսված խոցելիությամբ։ Երդումները պարզ էին, բայց խորը։ Անահիտը խոստացավ սիրել նրան հեշտ դժվար օրերին, աջակցել նրան հաղթանակներում, պարտություններում, լինել նրա գործընկերը ամեն ինչում։ Լոնը խոստացավ պաշտպանել նրան, հարգել նրան, երբեք թույլ չտալ, որ նա կասկածի սեփական արժեքին, կառուցել մի կյանք, որտեղ երկուսն էլ կարող են լիովին լինել իրենք իրենց։ Երբ արարողավարը նրանց հայտարարեց ամուսիններ, համբույրին ուղեկցեցին հուզված ծափահարությունները։ Եվ այնտեղ, այդ կատարյալ պահին, շրջապատված սիրով աջակցությամբ, Անահիտը հասկացավ, որ ճիշտ ընտրություն է կատարել։ Խնջույքը ուրախ էր, երաժշտությամբ, պարով, ծիծաղով։ Անահիտի մայրը պարեց Լոնի հետ, օրհնելով ամուսնությունը արցունքոտ աչքերով։ Նարեն զվարճալի հուզիչ ճառ ասաց ընկերուհու ճանապարհի մասին։ Եվ երբ Արը վերջնականապես մայր մտավ, Անահիտն ու Լոնը մի պահ հեռացան, ձեռք ձեռքի տված քայլեցին խաղողի վազերի միջով, պարզապես կանգնեցին այնտեղ, լուռ, կլանելով այն ամենի մեծությունը, ինչ միասին կառուցել էին։ Ամուսնական կյանքը բերեց նոր մարտահրավերներ, նոր ուրախություններ։ Անահիտը շարունակեց աճել մասնագիտորեն, ստանձնելով ավելի ու ավելի հավակնոտ նախագծեր։ Ամուսնությունից 2 տարի անց նա նշանակվեց ընկերության փոխնախագահ, մի ձեռքբերում, որը վերջնականապես լրացրեց նույնիսկ ամենախիստ քննադատներին։ Նրա արդյունքները խոսում էին իրենց փոխարեն, նրա ղեկավարումը ճանաչված էր ոչ միայն ներսում, այլ ամբողջ շուկայում։ Լոնն իր հերթին սկսեց ավելի շատ պարտականություններ պատվիրակել, ավելի շատ ժամանակ անցկացնելով Անահիտի հետ, առաջնահերթություն տալով հարաբերություններին, բիզնեսի անվերջ պահանջներից վեր։ Նա սովորեց, որ հաջողությունը միայն մասնագիտական ձեռքբերումներ կուտակելը չէ, այլ կառուցել մի կյանք, որն արժե ապրել։ Եվ հետո եկավ այն նորությունը, որը նորից կփոխեր ամեն ինչ։ Անահիտը հղի էր։ Բացահայտումը եկավ մի սովորական առավոտ, շաբաթներ տաց սրտխառնոցից հետո, որը նա վերագրում էր սթրեսին։ Երբ տեսավ 2 գծերը թեստի վրա, քարացավ։ Ուրախություն, վախ, անհանգստություն, ամեն ինչ միաժամանակ։ Նույն երեկոյան պատմեց Լոնին։ Նա ամուր գրկեց նրան, միաժամանակ ծիծաղելով ու լաց լինելով։ Նրանք ծնող էին դառնալու։ Գաղափարը անիրական, հսկայական, սարսափելի էր թվում։ Բայց նա հրաշալի։ Հղիությունը հեշտ չէր։ Անահիտը բարդություններ ունեցավ երկրորդ եռամսյակում, ստիպված էր անկողնային ռեժիմ պահպանել, ժամանակավորապես հեռանալ աշխատանքից։ Դա կործանարար էր նրա համար, ով միշտ իրեն սահմանել էր կարիերայով։ Բայց Լոնն այնտեղ էր, ամեն օր, խնամում էր, աջակցում, ապահովում, որ ինքն ու երեխան ապահով լինեն։ Ծննդաբերությունը բարդ էր։ Խուճապի, իրական վախի պահեր եղան։ Անահիտը հիշեց բոլոր հին վախերը, այն զգացումը, որ գուցե բավականաչափ ուժեղ չէ դրա համար։ Բայց երբ վերջապես գրկեց դստերը, այլս ոչինչ նշանակություն չուներ։ Նա փոքրիկ, կատարյալ աղջիկ էր, հոր մուգ աչքերով, մոր քթով։ Նրան անվանեցին Էլեն։ Եվ նա փոխեց ամեն ինչ։ Անքուն գիշերները, տակտիրները, շշերը, անբացատրելի լացը գիշերվա ժամը 3-ին։ Բայց նա ժպիտները, առաջին ձայները, այն ձև, որով նա ամուր բռնում էր Անահիտի մատը, կարծես ասում էր, որ այնտեղ է, որ իրական է։ Մայրությունն ու կարիերան համատեղելն ավելի դժվար էր, քան Անահիտը պատկերացնում էր։ Մշտական մեղքի զգացում կար։ Մեղքի զգացում Էլենին դայակի հետ թողնելու աշխատանքի գնալու համար։ Մեղքի զգացում աշխատանքի մասին մտածելու համար, երբ դստեր հետ էր։ Մեղքի զգացում ոչ մի ոլորտում կատարյալ չլինելու համար։ Լոնը նկատում էր ներքին պայքարը։ Նա հարմարեցրեց իր սեփական գրաֆիկը, սկսեց ավելի շուտ դուրս գալ գրասենյակից, կիսում էր պարտականությունները։ Նրանք թիմ էին, անընդհատ հիշեցնում էր նա։ Միայն ինքը չէր, որ պետք է ամեն ինչ կարգավորեր։ 2 տարի անց ծնվեց երկրորդ երեխան։ Գոռը, մի հանգիստ տղա, որը հակադրվում էր ավագ քրոջ բուռն էներգիային։ Տունն ավելի աղմկոտ դարձավ, ավելի քաոսային, ավելի լի կյանքով։
Ամենուրեք խաղալիքներ էին սփռված, հեռուստացույցով մուլտֆիլմեր, բարձր ծիծաղ երբեմն վեճեր եղբոր ու քրոջ միջ։ Անահիտն ու Լոնը սովորեցին կառավարել քաոսը։ Լիակատար հյուծվածության պահեր կային, երբ երկուսն էլ սահմանին էին, երբ տունը կարծես փլուզվում էր, ոչ մեկը ուժ չուներ այն վերանորոգելու։ Բայց կային նա կախարդական պահեր։ Կիրակի առավոտները անկողնում երեխաների հետ, որոնք ցատկոտում էին շուրջը, ընտանեկան ֆիլմերի երեկոները բազմոցին, հիմար ծիծաղները բաների համար, որոնք միայն իրենք էին հասկանում։ Կյանքը չէր դադարում փորձել զույգին։ Երբ Գոռը 5 տարեկան էր, նրա մոտ ախտորոշվեց քրոնիկ հիվանդություն, որը պահանջում էր մշտական բուժում հատուկ խնամք։ Դա կործանարար հարված էր։ Անահիտը մեղադրեց իրեն, հարցնելով, թե ինչ է սխալ արել, արդյոք կարող էր ինչ-որ կերպ խուսափել։ Լոնն ավելի լրակյաց դարձավ, իր ծով մարսելով, բայց միշտ ներկա։ Այդ ճգնաժամը նրանց ավելի մտերմացրեց։ Նրանք հերթով գնում էին բժշկական այցելությունների, բուժումներ էին փնտրում, հարմարեցնում էին ընտանիքի առօրյան։ Գոռն ուժեղ էր, ավելի ուժեղ, քան նրանք պատկերացնում էին։ Եվ կամաց-կամաց նրանք սովորեցին, որ հիվանդությունը չի սահմանում իրենց որդուն։ Նա դեռ այն քաղցր, հետաքրքրասեր տղան էր, որը սիրում էր դինոզավրեր խորանարդներով աշտարակներ կառուցել։ Տարիներն անցան։ Էլենը մեծացավ, դարձավ վճռական դեռահաս, շատ նման մորը։ Գոռը զարգացրեց երաժշտության անհավանական տաղանդ, ժամեր անցկացնելով դաշնամուրի մոտ։ Տունը լցվեց մեղեդիներով, քաղաքականության արվեստի մասին թեժ զրույցներով, երեխաների ընկերներով, որոնք գալիս ու գնում էին։ Անահիտը 42 տարեկանում դարձավ ընկերության նախագահ։ Դա պատմական ձեռքբերում էր ոչ միայն նրա, այլ բոլոր այն կանանց համար, որոնք գալիս էին հետից։ Լոնը, որը դարձել էր խորհրդի նախագահ, առաջին շարքում էր, երբ նա երթմնակալության ճառն էր ասում։ Նա նայում էր նրան նույն փայլով աչքերում, ինչ 20 տարի առաջ, երբ գիշերվա ժամը 2-ին զանգել էր, խնդրելով նրա հասցեն։ Տարիների ընթացքում դժվար պահեր եղան։ Կյանքը կատարյալ չէ, նրանք բացառություն չէին։ Եղան վեճեր, միմյանցից նեղացած քնած գիշերներ, հուզական հեռավորության շրջաններ։ Բայց միշտ վերադառնում էին։ Միշտ նորից ընտրում էին միմյանց։ Ամենադժվար պահերից մեկն այն էր, երբ Անահիտի հայրը նորից հայտնվեց։ Նա անհետացել էր, երբ նա երեխա էր, հանկարծ 25 տարի անց նրա տան դռանն էր։ Ուզում էր վերականգնել կապը, ներում, թոռներին ճանաչելու հնարավորություն։ Անահիտը զայրացած էր, վիրավորված։ Բոլոր հին վերքերը բացվեցին։ Լոնը նրա կողքին էր, երբ նա դիմակայեց հորը, երբ ասաց այն ամենը, ինչ տարիներ շարունակ պահել էր իր մեջ։ Բայց նա այնտեղ էր, երբ նա, ամիսներ անց, որոշեց հնարավորություն տալ։ Ոչ թե հոր համար, այլ իր համար։ Այդ շրջանը փակելու, խաղաղություն գտնելու համար։ Հարաբերությունները երբեք հեշտ չէին, բայց ժամանակի ընթացքում դարձան հնարավոր։ Հայրը ներկա էր թոռների ծննդյան օրերին, ամանորյա տոներին։ Նա այն հայրը չէր, որը նա կուզենար, բայց այն էր, ինչ ուներ։ Եվ երբեմն դա պետք է բավարար լիներ։ Էլենն ամուսնացավ 26 տարեկանում մի բարի տղամարդու հետ, որը խորապես սիրում էր նրան։ Անահիտը լաց եղավ դստեր հարսանիքին, տեսնելով ինքն իրեն արտացոլված այդ երիտասարդ, վստահ սիրահարված կնոջ մեջ։ Գոռը շարունակեց կարիերան երաժշտության մեջ, նվագելով հայտնի նվագախմբերում, իրականացնելով այն երազանքը, որը նույնիսկ չգիտեր, որ ուներ։ Եվ հետո եկան թոռները։ Սկզբում Էլենից, Լարա անունով մի աղջիկ։ Հետո Գոռից, երկվորյակներ, մի տղա, մի աղջիկ։ Այն տունը, որը Անահիտն ու Լոնը գնել էին այսքան տարի առաջ, լցվեց նոր սերնդով, մանկական ծիծաղով, բակում խաղերով։ Այդ առաջին զանգից 20 տարի անց Անահիտը տան պատշգամբում էր։ 61 տարեկան էր, ալեխառն մազերով, որոնք այլս չէր թաքցնում, աչքերի շուրջ կնճիռներով, որոնք պատմում էին բազմաթիվ ժպիտների պատմությունը։ Դիտում էր Լոնին բակում, որը խաղում էր թոռների հետ, դեմքը ծամածռում նրանց ծիծաղեցնելու համար։ Նրա բջջայինը թրթռաց։ Հաղորդագրություն նրանից, թե ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա էր։ Նա ժպտաց նույնիսկ բացելուց առաջ։ Գիտեր, թե ինչ կգրեր։ Մենակ ես։ Նույն խոսքերը տասնամյակներ առաջ։ Նույն քնքուշ սադրանքը։ Նա սրտի թրթիռով գրեց պատասխանը։ Այլս երբեք մենակ չեմ եղել։ Լոնը պատուհանից նայեց նրան, աչքերը հանդիպեցին։
Նա ժպտաց այն ժպիտով, որը դեռ ստիպում էր նրա սիրտը բաբախել այսքան տարի անց։ Ձեռքով արեց, Անահիտը պատասխանեց։ Այնտեղ մայրամուտի ոսկեգույն լույսի տակ, շրջապատված իրենց կառուցած ընտանիքով, իրենց կատարած ընտրություններով, իրենց հաղթած ճակատամարտերով, Անահիտը բացարձակ վստահությամբ գիտեր, ճիշտ ընտրություն էր կատարել։ Հեշտ չէր եղել։ Կատարյալ չէր եղել։ Բայց իրական էր եղել։ Եվ իրենցն էր եղել։ Կյանքը նրան սովորեցրել էր, որ սերը կինոյի մեջ ժեստերի մասին չէ։ Այն ամեն օր նույն մարդուն ընտրելու մասին է։ Այն դժվար պահերին ձեռքը բռնելու մասին է։ Այն հիմարությունների վրա միասին ծիծաղելու մասին է։ Այն պատմություն կառուցելու մասին է, աղյուս առ աղյուս, ընտրություն առ ընտրություն, օր առ օր։ Եվ ինչպիսի պատմություն էին կառուցել։ Գիշերվա անսպասելի զանգից մինչ մի ամբողջ կյանք միասին։ Երկու միայնակ սրտերից մինչ մի ամբողջ ընտանիք։ Անորոշություններից ու վախերից մինչ անսասան վստահություն։ Սերը, իսկական սերը ամենամոտ բանն էր կախարդանքին, որ գոյություն ուներ իրական աշխարհում։ Անահիտը վեր կացավ, քայլեց դեպի բակ, գնաց այնտեղ, որտեղ Լոնն էր։ Նա իրեն մոտ քաշեց, համբուրեց ճակատը, շշնջաց այն խոսքերը, որոնք ասում էր ամեն օր 20 տարի շարունակ։ Ես քեզ սիրում եմ, Անահիտ։ Այսօր, վաղը, միշտ։ Եվ նա, սիրտը լի, պատասխանեց այն, ինչ միշտ պատասխանում էր։ Իսկ ես քեզ ավելի շատ եմ սիրում։ Թոռները վազվզում էին նրանց շուրջը, երեկոն մեղմորեն իջնում էր, այնտեղ, այդ պարզ ու կատարյալ պահին, այն ամենն էր, ինչն իսկապես կարևոր էր։ Պատմության ավարտը։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Անահիտի Լոնի պատմությունը հուզեց ձեր սրտերը։ Եթե դուք հուզվեցիք սիրո հաղթահարման խիզախ ընտրությունների այս ճանապարհորդությունից, դրեք ձեր հավանումը, բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանություններում պատմեք, թե ինչն է ձեզ ամենաշատը տպավորել։ Ամեն օր մենք ներկայացնում ենք այսպիսի կրքոտ պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը կողմերը, նրանց ցավերն ու ուրախությունները, ովքեր ընտրում են իսկապես սիրել։ Սպասում ենք ձեզ հաջորդ դրվագում, ավելի շատ պատմություններով, որոնք կհուզեն ձեզ, կստիպեն հավատալ իսկական սիրո փոխակերպող ուժին։